Սրտի տանիքներով Մուսա Production Սերգեյ Դանելյան Հա, անկեղ Լուրջ խոսակ չուր, Հա, որտև խենթանում եմ, այնքան տաղանդավոր գժվելու էներգետիկայով, այնքան համոզիչ, ոնց է տենց վարկյանը մեկ կերպարանա փոխվում, չնայած ես էլ եմ դերասան մարդ, բայց տենց վար կերպարներ մի րոպեի մեջ, մի քանի անգամ որ փոխվեն վարկյանական ու այդքան համոզիչ լինել, այդ գժվելու է, այդ ուղղակի իմ սերն է Շատ շնորհակալ եմ Ես հասկացա, որ դպրոցում լավ չեք սովորել, բայց ինստիտուտի տարիներից փայլել եք։ Այո, դպրոցում լավ չեմ սովորել, դպրոցը դա իմ մանկական տրավմաներից է, ես ունեմ այդպիսի ներկայացում ունեմ անգամ, ինչպես ես դարձա տղամարդ։ Այնտեղ կա դպրոցը, բոլոր այլանդակություններով սովետական դպրոցը, գիտելիք ինձ գրեթե չտվեց դպրոցը։ Ես ինքս եմ սովորել գրել կարդալ մոտավորապես 8-րդ դասարանում, եթե չխաբեմ։ Բայց այդ տրավմաները ինչից էր գալիս, այդ բուլինգը կար, ինչ կար։ Բուլինգ չկար։ Ես աշխուժ երեխա եմ, թե ինձ չեն կա այտենց առանձնապես բուլինգ անեն, հա։ Բարձր դասարանում արդեն սկսվեց, երբ որ ես ի վրա ավելի շատ է ուշադրություն դարձնել տալիս, քան թե այն միջակցությունը ինչ որ կար իմ կողքին։ Այդտեղ սկսվեց ինչ-որ բուլինգ բան, բայց ամեն ինչ հետո լուծվեց, ասենք շատ հասարակ, ասենք մեթոդներով, այո օրենքի սահմաններով, այսպես ասած, մինչև այդ ավարտեցի գնացի, իսկ չեմ հիշում։ Իսկ տրավման էր, որ դրանք ես 3 դպրոց եմ փոխել։ Ամեն անգամ նոր միջավայր։ Ամեն անգամ նոր միջավայր։ Դասարանի ընկերներ գրեթե չունեմ, մի երկու հոգի կա, որ Երեք ներկայացման եկան։ Երեք տեսակ, հա, մի հատ ռուս տղա կա, որը որ այդտեղ չի, ասենք ինքը MGU-ի պրոֆեսոր է հիմա։ Շատ վատ եմ սովորել, կարելի է չեմ վատ սովորող են, ով որ սովորում է, բայց չի ստացվում, ես չեմ սովորել, եթե իմ հայրը չլներ, ասենք, լուսավորության մինիստրի տեղակալը, ես երբեք չէի ավարտի դպրոցը, անգամ 3-րդ չէի ավարտել, և չէի ընդունվի ինստիտուտ։ Այդ ստիմուլը չկար սովորելու, թե ուրիշ բաներ էին ընդհանրապես ուրիշ բաներ հետաքրքրում, ես ձոր գնալ, խաղալ, գործագործ 7 քար բան ինչ դպրոցում ապրել։ Բայց երեք լսում էի, որ Բրյուսով էիք ընդունվել, չէ՞։ Բա հետո ոնց ստացվեց, որ թատերական ինստիտուտ։ Ես մի անգամից էի ուզում թատերական ինստիտուտ ընդունվել, պապան ասեց, ախր դու գրել չգիտես, հայերեն, ու կարդալը չգիտես, չես կարա։ Ամբողջ կյանքդ ասում ես Սունդուկյան թատրոնում բան ես, կապյո ես բայելու, կամ սկուտերով մտես, ասես կուշեց պոդոննա, լոբգեցին, աղբեր ընդունվի ինդ է, որտեղ որ մենք ծանոթ եք, ռեկտորը ընկերս է գնա, կասեմ, քո նման դեբիլին կընդունի ինստիտուտ։ Եվ տենց էլ արեց։ Հա, դեբիլին ընդունեց իրենց ինստիտուտ, բայց ես մի քանի ամսում սկսեցի արդեն նորմալ զարգանալ, կարդացի ամբողջ գրականությունը, որը ոչ եմ կարդացի դպրոցում, մի երկու ամսում կարդացի, նու գրել կարդալ արդեն գիտեի հայերեն մի քիչ սկսեցի ավելի հմտանալ, որովհետև միևնույնն է միտքս էր որ թատրոնով զբաղվեմ մի օր։ Հա, եւ դարձա գերազանց ստիպենդիայի բան, ստիպենդիանտ, ասենք ես գերազանց էի ստանում, ստիպենդիա էի ստանում բարձր։ Զարմացանի թոշակ։ Գերազանցիկի թոշակ։ Քանի օր է տեղում այդ թոշակը։ Դասատները չգիտեն, որ ես այսպես Դանիել Վարոսովիչի տղան եմ։ Հա Հետո որ իմացան, ասեցին, բա ասեի, բա ման ասի, դե լավ, դե ինչ ասեի, նորմալ է, սովորում եմ, ինչ եք ուզում ինձանից, չեմ սիրել որ ասենք, առանձին հերս աղագին բան արել էր, ասենք, ուզմալ իդիոտին ընդունել էին, հələ մի բան է պետք է իմանային, որ իրա տղեն եմ, չէ, տենց սովորեցի հետո, հենց որ ավարտեցի մի անգամից տվեցի թատերական, մերոք չգիտեին, զարմացան, բա ինչի, բա դու պետք է գնայիր Մոսկվա, սովորեիր Լոմոնոսովում, մարդ դառնայիր, պապայիդ հետո փոխարինեիր, որպես բարձր պաշտոնյա կոմունիստական կուսակցություն եմ ընդունվել, փողով բարձա, ու նականաբար հետո 88-ին սկսվեց այս ամեն ինչը, տոմսը տարատվեցի, հերս ասում էր, սպասիլ, Ստալինը գալու է,
Կներես իհարկե, բայց դե դա Իսկ առաջի հիացմունքը իրանց երբ որ բեմում տեսան։ չեն տեսել, իրանք չեն գալու նիկայացնել։ Իսկականից, ինչ ափսոս։ Ինչ ափսոս չի, մարդիկ չէին սիրում թատրոն։ Չէին սիրում իմ գործը, որ ասենք ինչ ուպ տյաներ։ Հետո որ սկսեցի հերոսատեսությամբ, ինձ սկսեցի ճանաչել, բան տենց ինչ որ տենց, հա, տիպը մարդ դառավ, բայց դե Ու միջև վերջ էլ չտեսա։ Չէ։ Լավ, Մամաս մի անգամ եկել Հա։ Ամերիկայից բան չի հասկացել, որովհետև ես Սիոն էի խաղում, այնտեղ բաներ, համր։ Ասենք իր համար թատրոնը դա Սմակտունովսկին էր, ասենք, Евстигнеевներ։ В крайнем случае трапеза, это ледноконцы, это баны, это фрунзик, это մեծ գթով։ В крайнем случае, էլի իր համար, հա։ Տենց կիներ ինքը, հա։ Ու չտեսան։ Ես էլ չէի, արդեն ինչ-որ մի պերիոդ եկա, որ ուզում էին գային, ասի չէ, ստոպ։ Այն ժամանակ որ պետք էր պիտի գայք, չէ, էլ չգաք։ Ու այդպես է չեկան, դա է տրավմաներից մեկ, բայց հիմա տենց ասենք, որ ասեմ, տես մի տրավմա եմ ապրում, բան չէ, որովհետև ես արեցի ինչ ուզում էի, արեցի թատրոնում ես։ Առհասարակ այդ ստենդափ ասվածը, որը հիմա ակտուալ է դարձել, շատերն են անում։ Ես հիշում եմ Հայաստանում, եթե ոչ առաջինը, բայց առաջիններից, բայց իսկ մա առաջինը։ Առաջինը, որովհետև նայ ստենդափը կլասիկ իր ձևով կլուբերում, ակումբներում ես եմ արել։ Այո, որտեվ ես հիշում եմ դա։ Եվ հետո կոլեգաները շատեր ասում են, բա մարդ պիվա են խմում ու դու դե խաղում ես, բան ասի գիտես Ռեյ Չարլզն էլ է, պրինցիպի դվագում կլուբերում էլի, ես չի որ ասենք, ես առաջինն եմ, ուղղակի մեր մոտ այդ մշակույթը չկար, եւ մարդիկ իսկապես զարմանում էին, որովհետեւ դու խաղում ես, առաջ չէի ծախում։ Հա։ Ուղղակի սովորացնում էի մարդկանց, որ սես բան կարելի է անել։ Իսկ դա միտքը որտեղից էր ծնվել։ Չեմ հիշում։ Դա միտքը որն է։ Նոր բան չի, ախր մենք եղցի ենք, մենք չգիտենք, ես սաղ աշխարհը արել է դա, ես չի որ ես նոր բան եմ արել։ Արել եմ, բա կլուբերում ստենդափը, բա ո՞տ է ելնում։ Մեզ որ Գրիգորիչը ասում էր երկի թատրոնը չի կարելի դանակ պատառաքաղի ձայնի տակ երգել, դա մեզ համար սարսափելի էր։ Նայած երգ։ Կա երգ, որ դանակ պատառաքաղի բան են երգում։ Դա քեֆի երգերն են, ուրախ երգերն են, բարելու երգերն են։ Բնականաբար ասենք կլասիկա չես երգի ասենք, երբ որ բան էստրադային որոշ երգեր էլ կարելի դանակ պատառակը, դա սովետական մոտեցում է, ու բավականին սահմանափակ ու բան sense։ Երեք ես տեսա ստենդափին կային մոտավորապես մի 50 հոգի, չէ՞։ Մոտավորապես մի 50 քանիս էր, հա։ Բոլորը սիրում էին։ Բոլորը եկել էին տեսնելու, վայելելու, ինչ որ պատվերներ անում էին նկատում եմ, բայց իրենց համար դա բացարձակապես առաջին է, ինչ որ հակառակը նեղվում էին, որ այդ մատուցողուհին ներկայացման արանքում գալիս էր։ Ներկայացում չի, հենց էտա, կարելի է, ես կարող եմ ներկայացման ընթացքում ինչու չի կարելի, որովհետև կա 4-րդ պատ, դիմարի բացատրի ինչա։ Ասենք որ դու չես հաղորդակցվում Այո, հանդիսատեսի հետ, դա պատ է, այսպես ասած, հա, վիրտուալ պատ է։ Այստեղ կա, այստեղ կարա ցած վայ աղջի ջան, դու օգնեմ ես կարդես ֆրին տանեմ ես է դնեմ։ Խնդիր չի, էլի ասենք դա։ Հա։ Ինքը ազատ ոճ է։ Ջազն էլ է այդպես, ինչ եմ ես հիմա ջազ երգում, ասենք ես Լոս Անջելեսում հավաքել եմ ջազ խումբ։ Ահա։ Շատ լավ խումբ ունեմ միջազգային, տարբեր ազգերից է, այդ եմ ուզում ասել։ Չէ, իհարկե հայերի մեջ եմ երգում, բայց տարբեր ազգերից է։ Ու որտեվ ջազն էլ է դա, ինքը ազատ ոճ է։ Ինքը այդ քարակուսի մեջ դու կարաս ազատ իմպրովիզ անես, նույնն էլ ստենդափն է։ Դու ունես ինչ-որ մի քառակուսի, որից դուրս չես գալիս, բայց կարաս մի ժամ անես, կարաս 10 րոպե անես։ Անեկդոտը ո՞նց ես պատմում։ Կարաս երկար պատմես, կարճ պատմես, կարաս ցույց տաս պատմելու ժամանակ, կարաս ցույց տաս, ինտոնացիոն փոփոխություններ լինի։ Իսկ թատրոնը տենց քառակուսի ինքը տենց բան է, ինքը պիեսը գրած է, Շեքսպիրը, ասել է 400 տարի առաջ, որ կային պատմություններ, որ հիշում եք, հետո ասում եք, ես պատմեմ, հետո ասում եք, լավ, հիմա ես կպատմեմ, հետո բայց իրոք տենց, հա։ Իրոք տենց, հա։ Բայց մարդ ուզում է մի պատմությունն էլ իմանա, է, որ հետո ասում է պատմեցի, հետո ասում է, այ ինչ է ասում, հա, ու էլ պատմություն ես, ինչ խնդրեմ կա։ Հա։ Գյուրես երկու հատ անեկդոտ, ասենք։ Պատմես դու էլ մեկն ես հիշում, ասում ես, հա, լավ, սպասի, էսի պատմեմ, հետո, ահա։ Եվ իմ ստենդափները իրանք իմ կյանքից են միայն։ Ստենդափի մի քանի տեսակ կա ուղղակի անեկդոտ պատմել եւ
պատմել տարբեր հետաքրքիր սիտուացիաներ եւ ժողովրդին դա հետաքրքիր է։ Իսկ ինձ ավելի մոտ է, երբ որ դու քո մասին ես պատմում։ Ու դա շատ հետաքրքիր է։ Ծեվա, ասիկ լավի վատի խնդիր չի։ Մանավանդ երբ որ կյանքի փորձ ունես արդեն 40-ից ավել ես ապրել, ես 2 անգամ ավել եմ ապրել համարյա, դրա համար պատմելու բան ունես միշտ է։ Եվ ինչ որ ես պատմում եմ միշտ ասում են, արա իմ մոտ էլ էր տենց, բանակի մասին պատմում, վայ իմ մոտ ու տղեկի հետ հետո նստեցին, իրանք էլ իրանց պատմությունները պատմեցին, բան ասենք, այդ են պատմությունները, որ կարելի է մտցնել ներկայացման մեջ, ուղղակի իմը չի։ Ու մարդկին ուղղակի քո բանայենա, քո բոնուսը, որ դու դա դարձնում ես, հետո արվես, ասենք դա դարձնում ես պատմելու բան։ Ավելացնում ես, պատմեք, որ այս ձեր հորաքրոջ կերպարն է, այս նոր կնոջ կերպարը։ Կիմիկը, ջեմիկը, Ջեմիկը, հիմա երբ որ սարքում էիք այդ կերպարը, իմիջիալից կա չգրված օրենք, չէ, որ տղամարդը եթե կնոջ դեր է խաղում, դա 99%-ով հաջողելու է, այսինքն որտեվ արդեն հակառակը չի։ Հա, չի լինում հիմնականում։ Բայց ոչ բոլորն են համարձակություն ունենում դա խաղալու ու ոչ բոլորի մոտ է դա իրականում ստացվում։ Այսինքն այդ իրա հենց ասեցին Ջեմիկը արդեն սկսեց հորաքրոջ կերպարը սենց առաջ գալ, չնայած դա միջև դա գիտեմ որ մեծ մամին կար վերվարածներում ճիշտ եմ ու ես դա հիշում եմ այդ կտորները։ Ես անկեղծ ասեմ, ես երևի հենց մեծ մամիի համար էլ նայում էի երբեմն վերվարածները, անկեղծ։ Ապրեց ճաշակով աղջիկս էր դու, հետո Հիմա ուզում ասել, հորաքրոջից ի՞նչն է Ջեմիկի մեջ։ Ոյ, ամեն ինչը։ Նախ իրա ֆորմաները, բան, ինքը տենց շատ տենց մեծ տուտուզով կիներ, շատ ցայտուն, քիթը մեծ, իրան ասում են քիթ։ Իսկ ինքը իրան սիրում էր, այո, գեղեցիկ էր, գրավիչ էր համարում։ Մենք նստում էինք իրա, ասենց հետևից նստում էինք մեջքին եւ ձեռքերը բաց էի թողում, ոսո կրեսլոն էր։ Այսենց հետարքիր ֆորմաներն էր, հետո կրսկերն են մեծ, ինքը չափազանց մեծ շատ աստղով կիներ։ Մի հիմա ուսում կարող պատմել, բայց այնքան լսեիր։ Ես իրանց շատ բան եմ սովորել վերցրել, նա շատ լավ պատմիչ էր, շատ լավ ինտրիգան էր, վау։ Ինքը տեղում անեն սարքեր, որ դու կյանքում չէիր, ասենք, մտածի։ Իդեպ այդ ներկայացում որ կա, տարինց քեզ հետ։ 3 պատմություն է, 2 պատմությունը տվել է մեր ընկեր հոգեբանս, պատմել է, ես սարքել եմ բան, իսկ երկրորդ պատմությունը դա իմ հորաքույրն է։ Այն որ գաս անպայման սրտատրով սպասում եմ։ Դա կտեսնես իր կյանքից մի մեծ դրվագ է, կտեսնես ինչ տիպ է եղել, էլի։ Բացի այդ էլ այդ տարիքում ինքս թե Նակոլկա ուներ։ Դե։ Այդ արդեն ռուսերեն դե խփած Դանելյան։ Նույնն էլ papan ուներ, ասա փոքր երեխեք ենք, ասում արեցինք, հետո papan ծեծեց իհարկե, բայց ասում արել։ Տենց ինքը տենց տիպ էր էլի։ Հարց լուծող էր, քաղաքում բան, ես կարել զանգ տար բանաներ, տենց հարցերը լուծեր, դա դες կնիգեր։ Հանդիսատեսի տարբերությունը այստեղ Միացյալ Նահանգներում էական է։ Իհարկե էական է։ Բայց շատ ներողություն մի բան նկատեցի։ Երեք դուք մի քիչ հանդիսատեսի հետ շփվեցիք։ Մի քիչ ընկերացաք, մի քիչ ծանոթացաք։ Քիչ որն է շատ շփվեցի։ Ինտերակտիվ ձեզանով արեցիք։ Այո։ Միշտ տենց է, ես ներկայացում խաղալուց առաջ միշտ բան եմ անում, հուզվում եմ, դրա համար ուզում եմ ջարդեմ այդ, որ դուրս եկա բեմ վարակույրը բացվեց, ծապտը, ես չեմ սիրում։ Ես դի խոսեմ մի հատ ձերտամ, մի սուարունը զգամ, նկարվեմ, ես օրինակ կամերայնում որ անում էի, ես օֆիցիանտ էի աշխատում այնտեղ, ասինքն ես էի բերում սուրճը, ես էի բերում, հետս օգնում էին իհարկե, որ դե 100 հոգի չես սպասարկի միակ ու մարդիկ զարմանում են, վայ, բարոյ մենք կբերենք, մենք բա չէ ասում, շեֆը խոսում է էլի սուսպերա, ես կանեմ, բան, տենց հանակներ անում։ Հա, տենց ես էի, տոպս ես էի ճղում, բան, տենց որ ու արդեն մտնում ես մեջը, դա իմ ոճը դուրս գալիս է։ Սարի թատրոնում եմ տենց անում, այնտեղ հետո հյուրասիրություն կա, խոսում եմ այդները։ Իսկ դե պարզա տարից քեզ հետ թատերական ներկայացում է։
կոպիտ ասած վարակույրը բացվում է դուս որ խաղում գնում։ Դժվար է ավելի։ Չոր դժվարի էշտի բան չի տարբեր է։ Բայց ինչ լավ է որ միջև հիմա հուզվում։ Այսինքն ես էլ որ հուզվում եմ, ինձ թվում է ներկայացումից առաջ հեսա մտնելու եմ ու տապալվեմ։ Ես միշտ ներկայացում մտածում կարողա պետք չանեմ այդ ես հիմա։ Կա այդպես բան, դե բայց գիտեմ, բայց դուս եմ գալի վեր ձուկը ջրում է։ Հա։ Ես տաքուսնով եմ խաղացել, շատ բարձր։ Ես եղել է դալիճը շատ վատն է եղել։ Այ այդ էզում ասի հանդիսատեսի տարբերությունը զգալի է լինում։ Այո։ Մանավանդ ստենդափը ինքը ախր դու շփվում ես հետներ, եթե տենում ես դեմդ կողվա նստած ոնց կարա շփվես։ Բայց իմ հանդիսատեսը 99%-ը լավն է։ Ախր գիտեն ուր են գալիս։ Գիտեն, ես էի ուզում ասեի, ձեր հանդիսատես արդեն գիտի ինքը ինչա եկել տեսնելու, ինչի համար է եկել, ինչի հետ է եկել երեխեքով։ Ասեք երեխաները 20 տարեկան, 18 տարեկան։ Ասում տղաս աղջիկ սացանցասի ասետիկին ասի դու ընտանիքդ առ եկել ես յոժի ներկայացմանը մտածել ես ինչ ես անում կարող ես ստրիպտիզ գնայք դիցաղ ես բան չէ իրանք սովոր են գիտեն բան տեսնել են ձեր լեքսիկոնն էլ գիտենք հա դե չի որ ինքնանպատակ ասենք ինչ էր ասել հա բայց լավ էր շատ լավ բան եղավ իսկ հանդիսատեսը ստեղի եւ Լոս Անջելեսի իհարկե տարբերվում է շատ փոխվում է ներկայացման գիծը այդ ստենդափի գիծը չի փոխվում դժվար է խաղալ այնտեղ ավելի այո որովհետեւ այնտեղ ավելի փակ են համայնքը սփյուռքը միշտ գետո է ինքը միշտ ասենք ինքը մի քանի level ցածր է ընկալման մեջ եւ տարբեր անկալում ամեն ինչը անգամ այն հանդիսատեսը որ նոր է գնացել ինքը գիտի ինչի մասին է խոսքը իսկ հանդիսատես եթե ընդ 30 տարի 20 տարի ինքը լրիվ իր ուղեղ ուրիշ է եւ բավականին սահմանափակ որովհետեւ ամերիկան ստենդափի երկիրն է ասենք ընդեղից է սկսել այո ոնց որ գնաս Իտալիա ու ասես ու օպերա չնայես հասկանում ես ասենք ոնց կարա տես բան լինի նույնն էլ դա նու լեզվի խնդիր կա ասենք շատ մեծ մասը չի իմանում լեզուն այնտեղ դա էլ կա դրա համար իր համար դա նոր բան է իսկ մենք Հայաստանում վաղուց ենք անում արդեն դա առաջին ես 30-40 տարի առաջ սկսել հիմա երեխեք այնքան բան են անում ստենդափ կլուբ կա ինձ հրավ իրեն էլ դի գնամ տենց որպես բան ուղղակի տենց ծանոթանամ այդները բան տենց էլ իսկ ընդ չէ ընդ մնացել են դեռ 70-ականներում շատերը 80-ականներում եւ իրենց հետ շատ դժվար է աշխատել էլի լավն է էլի մեր հայրն են էլի շատ բարի են էլի շատ կամեցող են բայց Senza ինչ ասեց այս մոմենտը կա իհարկե ինձ թվում է մի քիչ էլ կոմպլեքս ունեն երևի արտահայտելու իրանց էմոցիաները բարձր ծիծաղելու որտեղ դուր է գալիս չթաքցնելու ծափահարելու ամեն օրինակ ստեղ էլի ուտելիք կար բարդ մի քիչ կարտոշկա բան վերցեց ասենք տենց ուղղակի զբաղմունք էլի մի գավաթ բան ասենք գարեջուր չէ այնտեղ պիտի գա ինքը մի հատ լավ հաց ուտի ու զարմանում ես ասենք լավ չէ տանը ուտեիր ես դա միշտ դրա post եմ անում ասում ժողովուրդ ջան գերեք to go արեք տանեք հետներ ընչեք բայ ինչ որ մնաց տանեք հետներ դի ծաղում են բան տես բան բայց իրականում դա իսկապես աբսուրդ է որտեղ ասել կարա մի հատ անեն սեղան գցի որ նայում ես մի 4-500 դոլարու սեղան է դա արդեն հա ու տոմպես $60 է սեղանը $500 է Հավինքը պետք է մի լավ հաց ուտի ու այդ ընթացքում քեզ նայ բնականաբար դժվար այ դա բարձա որ դա այդ շատ դժվար է դրա համար ես սկսեցի եկել հա ասեմ եկելը հեշտ է Լոս Անջելեսում ես կասեմ ինձ համար եկելը ավելի հեշտ է որովհետև դու չես շփվում կոնտակտի մեջ չես կոնտակտի մեջ չես երկեցի գնացիր համել ուտելուց էլ եկե հեշտ է լսվում Հոբան Վագները չես երկում ասենք Վագները օպերաները չի որ պետքա խորանաս երկում ես անսահման ուրախացա երբ որ մենք միասին էինք հետ վերադառնում Ամերիկայից որտեղ ինձ թվում էր կողոպ տեղափոխվել եք էլի հետ չեք գալ որտեղ դե հիմա շատերն են ցավոք սրտի գնում բայց այնքան ուրախացա որ հանդիսատեսը մեծ մասամբ իհարկե ստեղ է բայց ընդեղ էլ կա եւ ընդեղի հանդիսատեսը Երևանյան այն հանդիսատեսը որին ես սարքել եմ ինձ համար ինքը արդեն վերջացավ
Հա։ ինքը այլևս չկա։ Այսինքն տեսա, նայեցի, ես 1.5 տարի, համարը 2 տարի ես ամիսը 1-2 անգամ խաղում եմ։ Հիմա արդեն ուրիշ է, հիմա գնում եմ Լաս Վեգասում եմ խաղում։ Հեսա գնում եմ Սան Ֆրանցիսկո խաղամ։ Նյու-Յորքում էլ գնաց։ Նյու-Յորքում խաղամ, արդեն տարբեր տեղեր եւ իհարկե ավելի շատ առիթը չբաց թողելով ես ինչքան հնարավոր է ջազ երգեմ, այնքան կերգեմ։ Ինձ համար կայֆ է դա, նոր բան է ինձ համար։ Հետաքրքիր բան է, հա։ Ու մանավանդ որ նվագողները պրոֆեսիոնալ նվագողներ են, ասինքն իրանք բան չեն, ընդեղ են ավարտել շատ լավ ջազմեններ։ Բա ոնց եք գտել իրենց։ Իրանք են գտել, ես եմ գտել, ես ինչերեսներով բաման, տենց էլի, ինչ ասեմ։ Փայլուն անգլերեն գիտեք։ Փայլուն չէ, բայց գիտեմ, երկելու բար գիտենք։ Բավական է։ Դե իրականում մենակ մամաս անգլերեն չգիտի, բայց ինքը երբեմն ինձանից ավելի լավ է բացատրում, որովհետև ինքը առհասարակ կոմպլեքս չունի, ինքը հայերեն էլ կասի։ Իմ կինն է տենց, ինքը հիմա արդեն շատ լավ է խոսում, անգլերեն էլ ռուսերեն էլ, բայց ռուսերեն ինքը ռուսական պրոյեկտների մեջ որ աշխատում էր, ես ասում եմ Աստված ջան, այս աղջիկը ոնց է ռիսկանում խոսի։ Դա խոսում էր։ Ու տենց ես ուրիշ հարցերում աներես եմ, բայց այդ հարցերում աշխատում եմ որքան հնարավոր է ճիշտ խոսեմ։ Համար ինձ մի քիչ բարդ է, պրակտիկան էլ քիչ է։ Բայց խոսում եմ, իհարկե խոսում եմ, ասում եմ բոլորը հայ չեն մեր անսամբլում եւ կարող ենք էլի տենց էշսեխից անենք։ Իսկ իրանք ձեզ բեմ որպես դերասան տեսել են։ Այո, իհարկե։ Հիացելուսի է հարվել են։ Դա չգիտեմ, գանք հարցնեմ։ Անպայման։ Սերգեյ, ուրեմն մեր ընդհանուր ընկերուհին լավ չեմ թաքցնի, Բարիսենկոն, Ելենա Բարիսենկոն իմ շատ սիրելի։ Ասաց քնար, գիտես, ասաց Յոժա ասաց ֆանտաստիկ պապայա։ Ասում եմ ես տենց պապա չեմ տեսել։ Ասում եմ մարդիկ կան, որոնք որ բաժանվում են կնոջից ու դադարում են պապա լինել կամ փող չունեն, էլ պապա չեն։ Այդ ալիմենտը չտվեցին, ուրեմն պապա չեն կամ տալիս են ու դրանով են պապա, ասում եմ կապ չունի ինքը փող ունենա, փող չունենա, ինքը արտակարգ պապայա ու միշտ մնում է պապա։ Ես ազնական թեմաներով չեմ սիրում խոսեմ, բայց պապան փողի հետ կապ չունի։ Պապան պապա փողը որն է, փող կլինի լավ է, չլինի, էլի պապա է, չէ՞, կարգավիճակը չի փոխում դրանից։ Հա, ես իմ երեխեքին շատ եմ սիրում։ Ընկերություն է կանում իրենց։ Այո, որով ես իմ ծնողները ընկերները չեն եղել։ Ես հնարավորին չափ որքան դա թույլ է տալի իմ ինտելեկտուալ իրանք ինձանց խելոք են, բարձա, ավելի ինտելեկտուալ են, հա, ավելի բռնող են կյանքը։ Ես աշխատում եմ իրանց ընկերները, ընկերը եւ մենք բոլոր թեմաներից խոսում ենք, մեզ մոտ ընդունված է, ասենք հայհոյել բան ընտանիքում, տենց մենք ստոպեր չունենք։ Հա, եւ ոչ մի խնդիր չկա, բայց դա չի նշանակում, որ իրանք կարող նստեն գլխիդ։ Այդ սահմանը։ Հա, հարգանքի։ այդ սահմանը ես չեմ դրել, այդ սահմանը իրանց մեջ չկա։ Ես կարամ ասեմ, ինքը չի կարա, ինքը չի ասում։ Ադե ոչ չգիտի քրվել։ Հա, բայց չի ասում, ես չգիտեմ դա ով է իրանց բացատրել։ Ես ինձ հետաքրքիր է, որ օրինակ իմ մեր ընտանիքում ոչ մեկ չէր հայոյում։ Հայրս, մայրս երբեք։ Բայց մեր մոտ կա բանակից եկավ այդ հայհոյելը, չէ՞։ Չէ, միշտ էլ է եղել։ Տատս ասում էր, իսկ Հարութ Բիզեն է, Հարութ Բիզեն իրար կեսրարներ, սիրոջգի մեջ կա ասում, Հարութ Բիզեն, կոբիտ, այլանդա, այդպես մարդ էր Հարութ Բիզեն, ու քֆուրշերը հավոր ասում են, դու իրալ ես քաշի, քորնամ ես, աչքերը կաբուտ կամ թրտից թռած ես։ Այդ բան էր, էդի բանի լեդնականի տատս է, էլի, այսպես ասած, հա։ Միշտ էլ տենց եմ եղել։ Ես համարում եմ, որ ամեն ինչը իր սահմաններն ունի, իր չափն ունի։ Մեկ դրանք չգրված չափերի մասին է խոսքը, այդ է, էլի, որ դա այդ ներքին կուլտուրան է, որը որ լիքը բաներ ախր սովորելով ու ձեռք բերովի չի, մարդ ոնց որ դրանով ծնվում է, էլի, ի վերուս դա կա։ Երևի, օրինակ իմ երեխեքը տենց են։ Իրանք իրար մեջ ինչ ուզես կարան։ Ինչքան է իրանց տարբերությունը։ Մեծ, մեկը 30 է, մեկը 13։ Օ,
գիտեմ տարբեր կանանցից են։ Իսկ իրար հետ ընկերություն անում են, մտերիմ են շատ։ Շատ։ Հա։ Շատ մտերիմ են, մեծ աղբերն է, բան, տենց գնում են քաղաք, ֆռում են։ Նորմալ է։ Ես իսկ Պարզա որ չի ստացվում, որ մարդ նորից է ամուսնանում, 3 ամուսնություն։ Արելի գնացել իանձնական Չէ, բայց ինձ հետաքրքիր է, ես հենց ինչի ման եմ ամուսնանում։ Վերջի անգամ ամի արեց հողի։ Չէ։ Ուզում եմ իմանամ։ Կա հետո այդ հարաբերություններից հետո անալիզ, այսինքն մարդ որ այդ թվաբանությունը անի, որ էլ այդ սխալը չկրկնվի ու ստացվի։ Իհարկե կա։ Նախ չի կարելի կին ընտրել հոմոր նման։ Բոլոր տղամարդիկ Բայց տենց են ընտրում հիմնականում, չէ։ Դու պիտի դա իմանաս, որ դա տենց է, եւ անես լրիվ հակառակ։ Հակառակ, իսկապես։ Այո։ Այսինքն առաջիկին նման էր մամային։ Առաջինն էլ, երկրորդն էլ, երրորդը չէ։ Հետաքրքիր է։ Բայց ի՞նչն էր վատ, որ Վատ չէ, վատի լավի խնդիր չի, չես համընկնում այդ ուղղակի, դժվար է։ Ոչ մի վատ, մարդ չկա աշխարհում, մանավանդ վատ կի, ոնց որ վատ լինի, քո երեխու մայրն է, բայց տղամարդը ակամա է, չէ՞, դա իր ենթագիտակցորեն է ինքը գնում այդ ընտրությունը կատարում։ Բայց եթե դու ոչխար ես, այդ ենթագիտակցություն կարող ես ղեկավարես։ Ես հասկացա, որ ձեր մաման ինքը լիդեր կին է, չէ՞, որոշումներ կայացնող։ Այո։ Դանելյանի մեջ էր որ ասում եք papan քշում էր, մաման Այսինքն ես հասկանում եմ, որ հիմա գնում եք տուն ու այդ տտտտն չկա։ Չէ։ Հա։ Չէ, շատ Երևի սա ամենաերջանիկ պերիոդը սա, որտեղ հանգիստ է։ Ինչ ուրախ եմ։ Հանգիստ։ Ասենք ոչ մի նապրյակ չկա, էլի որ։ Կա տարիքային տարբերություն։ Կա, 18 տարի, 17 տարի, թե 10 չեմ հիշում։ Բայց բանա, ոնց ասեմ, ամեն ինչ անցողի կա, այդ սաղ, այդ զգացմունքը, գիրքը, սեքսը, ամեն ինչ անցնում է։ Մնում է հարգանք ամենում։ Մնում է դիմացինին իսկապես սիրելու, հարգելու բան ամանում չէ։ Եթե դա չկա, ուրեմն դա քանդվում է մի անգամից։ Դա հասկանում ես, ես երրորդ անգամից հասկացա կներես։ Իսկ որ ասում եմ։ Մարդը այդ հասկանում, բայց ուշալնում ու չի կարող այդ քայլանի, երեխեքը դժբախտ, ինքը դժբախտ։ Ահա որ է։ Դե հանուն երեխաների հետ որ ասում են ամենատխուր բանն է։ Հանուն երեխաների չի կարելի ապրել։ Հիվանդ չի հանուն երեխաներին։ Երեխան հանուն քեզ ապրում։ Չի կարելի հանուն։ Երեխան երբեք լավ չի, եթե դու լավ չլնես։ Դու լավ կլինես, բայց մեր դժբախտ նստածա կամ հերդ բանը խմում ասաղորը ասում է, ինչ արեցի ես բան։ Լավ չի զգա, չէ՞ քեզ։ Իսկ այդ տարիքային տարբերությունը, երբ որ կինը փոքր է բավականին տղամարդուց, դե տղամարդիկ դա սիրում են, իրանց հաճելի է, բայց դա վախեցնում է մեկ-մեկ, թե չէ։ Ինձ չի վախեցրել։ Ինձ չի վախեցել, որովհետև տարիները իմ կողքով են անցնում։ Չէ, բայց կա այդպիսի բան։ Տարիների բեռը միշտ էլ զգում ես, բայց ոնց ասեմ, հիմա ունակից դուր են գալի կանայք, որոնք որ 40-անց են, 50-անց են, որով ես 60 եմ արդեն յոգում ես երևի դրա համար, չգիտեմ, այդպես է ստացվում, բայց կանայք միշտ ավելի արագ են զարգանում ու միշտ տղամարդուց ավելի խելոք են։ Դա համար ինքը որ փոքր է, դեռ ոչինչ բանից մասին չի խոսում, դու ես իդիոտ մնացել։ Հասկանում ես, դա կա, որովհետև տղամարդը շատ կյանքից հեռու մարդ է, էլի, ինքը օթերում է միշտ։ Կինը չէ, կինը կնիկ ծնվում է արդեն, վերջ, ինքը կինը։ Չափած ձևած արած։ Ես երեխեքին նայում եմ, ասենք երեխուն փուչուրը 7 տարեկան դպրոցից վերցնում, ընդ գալիս են, «Սեկե ջայ, հայկը մոռացել է այս բանը»։ Հայկին բանը կոններ, շիշը մոռացել է, հայկը։ Սկուշ։ Յոգում ես, բայց ինքը արդեն Փիչխեն գիտի է ամեն ինչ հասկանում ես տենց է։ Ու դրա համար որ տարիքային տարբերություն ասում են, զուտ ֆիզիոլոգիապես բարձր կարող է բարդ լինի, բայց ձեր, այսպես ասած, կապը, փոխհարաբերությունները շատ հասուն են լինում։ Պարտադիր չի կինդ քո տարիքին լինի։ Իսկ օրինակ կռվում եք կամ մի բանից սրտնեղում եք, տենց նստում իրար հետ խոսում եք։ Իհարկե։ Հա։ Իսկ դա էլ կապ տարիների հետ, թե չէ։ Որտեղ մենք ես միշտ եմ սիրել խոսել, միշտ եմ սիրել խոսել, ուղղակի չի ստացվել, դե չգիտես ոնց ես խոսում։ Նախ եւ առաջ կնոջը պիտի թողես սկզբից խոսա։ Հա։ Այո, սաղ ասում բրծնում, ասում ես դե հիմա լսի։ Հա։ Չի կարելի, երբեք կնոջը չի կարելի հակաճառել։ Ընդհանրապես մարդուն չի կարելի, հակաճառը կռիվ է բերում։
իրար վրա, հետո ով որի բարձր գոռա կամ ով վերջի սիլենտա հետո չէ, պետք է լսես դիմացին, կինը սիրո օրը լսում ես։ Կինը տենց է հարաբերվում, իրան պետք չի որ, դերեք ասել եմ էլի որ խորհուրդ տաս, բան, հիմարությունները դա։ Նա թողնես լրիվ ասի, եթե անգամ սրտ նեղած է, պիտի դու սաղ լսես։ Հետո ես պիտի մտածեմ, ճիշտ ես ասում թե չէ, հետո սկսես մտածել, բան տենց նորմալ է։ Ես ունեմ ընկերներ, որոնք որ ամուսնալուծվում են ու ցավոք սրտի իրենց երեխաների շատ սակավ են տեսնում կամ չեն տեսնում, որտեվ կինը չի թողնում կամ կնոջ հետ վատ են այդ հարաբերությունները ու դա ազդում է երեխեքի վրա։ Բայց ոնց է ստացվել լավ պապա մնալ, օրինակ առաջի դեպքում, դա կնոջից է գալիս, թե միևնույն է ոչ մի բան չէր խանգարելու պապա լինելուն։ Դժվար է ասեմ։ Դկրոջ սելա գարիկ, եթե երեխան շատ փոքր է, կարա կինը կողպի ասի չէ ու վсё, բայց միևնույն է կսպասես մի կմեծանա, ու էլի քեզնով կանես։ Դե շատերը սպասում են երբեմն ասում են հեսա կմեծանա, բայց արդեն մի հատ անջրպետ է ստեղծվում, որ երեխան էլ չի ներում։ Կարող, հա, դե մոտ է չեղավ ես։ Հենց այդ Ալենան ասում էր քնար ինքը անընդհատ երեխու հետ ժամանակ էր անցկացնում, ինքը իր տղաների հետ միշտ ժամանակ անցկացնում, փողով էլ անփողել հիմա, ուզում եմ հասկանամ այ այն պապաներին, ովքեր որ օրինակ հիմա գրպանում այդ փողը չունեն, մտածում են, բա ինչ ուր տանեմ երեխուս, ավելի լավ է չտեսնեմ։ Ինձ երբեք փողը չի խանգարել, ոչ լավ ընկերուհի ունենալ, ոչ երեխուն նայել, ոչ ընտանիք պահել։ Դա փողը լավ է, փողը միջոց է, փողը որ կա ավելի լավ է, բայց դրանից չի կապված։ Հա։ Դրանից կապված ես երբեք չեմ հարաբերվել որևէ կնոջ հետ, որը որ նայում գրպանին։ Ինձ հետարքիր չի, որ հարուստից հարուստ կա։ Այ քեզ բան։ Ինձ պիտի սիրի, ես սա պիտի հիացնի իրան, ոչ թե գրպանից պարունակությունը։ Ես միշտ հարուստ մարդկանց մի քիչ մեղք եմ եկել, որովհետև իրանց հետ քնում են եւ հարաբերվում են իրանց փողի համար, եւ փողը հանում են տակը ոչ մի բան։ Ու իրանք վախում են այդ փողից կարճացել, որ փող չունեն ոչինչ է։ Ես իմ կյանքում տնես կանանց հետ եմ հանդիպել կամ տեսել կամ հարաբերվել, որը ուղղակի ասենք շատերը կան երազեին, շատ գոհ երջանիկ եմ դրա համար, այդ կանանց էլ շատ եմ սիրել գնահատել, բայց փողով չի եղել դա։ Իսկ արտահայտվող եք, օրինակ որ սիրում եք, օրը մի քանի անգամ կասեք, որ սիրում եմ, գժվում եմ քո համար։ Հա, իհարկե։ Հա։ Հա, երբեմն ասել զզվացնում է։ Լավ դա հասկացանք էլի։ Բայց մեկականեք դա շատ են սիրում։ Գիտեմ։ Հա։ Գիտեմ, սիրում են, հա։ Դե պետք է ասես, բա ինչ։ Պետք է ասես ինչ-որ ուզում ես։ Իսկ խանդը կարևոր պայման է, այդ պիտի լինի խանդը։ Խանդ չկա իմ մեջ։ Օրինակ ես ունեցել եմ խանդոտ ընկերուհի, ներ, ու միանգամից բաժանվել եմ։ Մի անգամից չէ, մի քանի։ Դա կարող է մասնագիտական է, որտեվ դա մեզ խանգարում է մեր մասնագիտության մեջ այդ խանդը, որտեվ դու պիտի ազատ լինես, պիտի անդադ չանհանգստանաս։ Ներևի մասնագիտական էլ չի, մենք ուղղակի այտենց ենք դրա համար է մեզ այդ մասնագիտության մեջ։ Ահա։ Բայց ինձ խանդել անիմաստ է, որովհետև sense թե հենց շատերը կարող են ասում են, ասենք մեկը սիրային նամակերից, հետո ինչ կամ ասենք դուրսը տեսան, պաչեցին, նկարվեցին, դա ինչ է, ոչ մի բան չի նշանակում։ Խանդելու 90%-ը բան չկա տակը։ Խանդում է այն կինը կամ այն տղամարդը, ով իրաց բան չի ներկայացնում։ Եթե ինքը 0 է, ինքը կսի խանդեն։ Այն պուտյուր աղու պղպեղներ չի, փոքր չափաբաժինը։ Չկա տես բան։ Այդ պուտյուր աղու պղպեղը հետո կարողանես մի հատ թույն բերի քեզ։ Գոնե մի անգամ նայես հեռախոսի մեջ, մի մասա կործանված ես։ Սերգեյ, ես միշտ հարցնում եմ, թե մենք մեր երեխաներից ինչ ենք սովորել, որտեղ մենք մենակ իրանց չենք սովորեցնում, ինձ թվում է մենք մեզ լիարժեք սկսում ենք ճանաչել, հենց որ պապա ենք դառնում կամ մամա ենք դառնում, մենք իրանց հետ էլ ենք մեզ բացահայտում ու մեզ ճանաչում։ Այ ձեր տղաներից ինչ եք սովորել։ Պրագմատիզմ։ Պրագմատիկ են շատ։ Այս հիմիկվա երիտասարդները շատ պրագմատիկ են եւ արագ ընկալող։ Ես շեյրից ամեն դնես բերանս։ Իրանք արագ, իրանք կլիպային է մտածողությունը։ Միգուցե մակերեսային է շատ բան, բայց ինքը արագ է ընկալում։
Նույն չասած ինքը հասկանում այն չսում ասես։ Ժամանակ շատ աջա անետարքիր է քո հետ։ Որովհետև դու բան ես ասենք։ Երեկվա օր ես էլի արդեն։ Որոնք են հիմա ձեր համար են կյանքի փոքրիկ ուրախությունները, որ օրվա մեջ ուզում եք պահեք, զգաք, վայելեք։ Անենց տուֆտաբաներ կասեմ։ Հենց այդ եմ ուզում, բայց հետաքրքիր է։ Արևը բան տենց։ Այդ է իրականում իսկապես է, աչքեր բացում ես տենում ես, ես շատ եմ սիրում առավոտ, նախ ես շատ շուտ եմ զարթնում, 5-ից 6-ին զարթնում եմ։ Միշտ էլի կռիվ են անում, նրանք քնած են սա։ Ես այդ որ արևից ծակում, սենց։ Ու ոտնաթաթերի վրա, թնենց լավ էլ աղմկոտ ես արթնացել եմ։ Ես աշխատում եմ ոտնաթաթերի վրա, բայց նրանք մենք էլ լսում են, շիզոֆրենիկ եմ ոնը, սա հա։ Ու ես սիրում եմ այդ օրը սկսվում է, ասեմ այսօր հրաշալի օր է սկսվում, իրականում դեց է։ Մենակ Անտոնիա Արսլանը, Արտույտների գրքի ագարակի հեղինակը, մենք որ Պադովա են գնացել, որ հարցրեցին, ինքը ասեց, գիտես, առավոտյան իմ սուրճը այդ պերոժնի հետ ասեց։ Մի թայմը շատ կարևոր է, այդ առավոտ ունել լավ է քնածել։ Այդ քո սուրճը այդ նստել դիգդ քեզ հետ է, որտեղ մի քանի ժամ հետո սա փչանում արդեն, սա հայ հույ հայ։ Այդ ինքդ քեզ հետ լինել է, ու վայելել է։ Այո, դա շատ լավ է։ Ու գիտես, միշտ եւ եթե մարդ մի քիչ զարգացած մարդ է, իրան բան չի անհետաքրքիր իրան հետաքրքիր է ինքդ քեզ հետ մնալ։ Եթե դու իդիոտ ես, դու իդիոտ, երկու հատ իդիոտի հետ դժվար է հասկանում ես ինչ։ Հա, եթե դու իդիոտ ես, դու բան քեզ հետաքրքիր է քեզ հետ։ Դու ցույց մտածել, ջոտ քելա գալի, բան։ Ամենամեծ ճգնաժամը ո՞րն է եղել ձեր համար։ Մեծ ճգնաժամ, երկրաշարժը, պատերազմը։ Երկրաշարժին որտեղ եք Երևանում։ Ես Երևանում եղել, բայց մի ժամ հետո, Բայց ձերոնք Գյումրիում էին, չէ՞։ Այո, դա էր, սարսափելի էր։ Ես իմ գրքի մեջ գրեցի Սերոժիկը, ես դա գիրք եմ գրել, իսա Պիտերում ադֆե։ Ստե չկա։ Կամ միգուցե կա, չգիտեմ։ Երբ որ քանդված էր յուվելիրի խանութ, բանը, ոսկեչական խանութ էր քանդված, ոսկի շպրտած։ Բայց մարդիկ վազում էին։ Ես հետո եմ հասկացել, որ դա յուվելիրի կողքում եմ անցել։ Ասենք, հիմա չեմ ուզում ասել, որ ես սուրբ եմ։ Հնարավոր է մի բան գցեի ջեբս, եթե դա հիմա լիներ, որովհետև դա պետական խանութ էր ի վերջո։ Որ գիտեմ, որ սա հետո սա հավաքեցին, մի ժամ հետո սա հասկացան ու հավաքեցին։ Բայց այդ րոպե դու նենց ստրեսի մեջ ես, որովհետև կողքը ասենք երեխայի դիակներ ասենք պարկած, ինչ մասին է խոսքը։ Կամ առանց ձեր, առանց ոտ մարդ գոռում է, որ դեռ չի մեռել, բայց լավ կներ, որ դու խփեիր, որ ինքը մեռներ։ Ասում էին, մի հատ մի բան արեք, մեռնենք, չենք։ Այ դա սարսափելի ստրես է, ես կես տարի չեմ քնել։ Ես կես տարի չեմ քնել։ Թե կամ միգուցե մի տարի։ Դա պատերազմն էր, ահա որտեղ ես մասնակցում էի, ոչ թե ֆիզիկապես, այլ իմ լայվերը, իմ բաները, ես միշտ ապրանք էինք ուղարկում, մոտ մի 150 տոննա միայն իմ լայվերով ուղարկեցինք ջուրա, մասկիա, բանա, սիգարետա։ Ու համեջն էի, ու հետո այդպիսի ռեզուլտատ։ Ես մինչև իմ Հայաստանից շատ ամաչում եմ գնամ, ասենք Վրաստան։ Կոմպլեքս ամոտս մեծ, որովհետև ես ինձ պարտված եմ զգում։ Ես ինձ զգում եմ նվաստացած։ Կամաց իհարկե դուրս է գալի, ես աշխատում եմ դրա հետ, դու պիտի առերեսվես դրա հետ։ Եթե միշտ պայքարես, ոսը կմնաս։ Դու ռակից կմեռնես։ Չէ, դու պիտի առերեսվես դրա հետ, որ դու շատ վատ երկիր ես եղել, շատ վատ։ Ընտրակաշարքներով, եղել ես բանը կոռուպցիայի մեջ թաթախված, էշի նման ես ապրել, ձեռ ես արել հարևանիդ, դու պետք է դա առերեսվես, որ դու ես ես եղել, հասկանում ես, ու հիմա կա, ուզում եմ հավատալ, որ կա այդ հնարավորությունը երկիր դառնալու, այսինքն որ դու առերեսվում ես, հասկանում ես, որ դա կարա անցնի, բայց այդ մեծ ցավ է, որ դու դա ապրել ես ու հասկացել ես։ Երևի, եթե հավատացյալ չեմ առանձնապես, բայց բնությունը դրեց ամեն ինչ տեղը, ասեց դուք էս եք, առերեսվեք, որ դուք էս եք,
առերեսվեք ու այդ դեպքում կարող է փոխվես։ Եթե չէ, միշտ նույն էշն է մնալու ես ու վրդ ոտեն սրբելու, այնպես ինչպես սրբել են։ Լացել չկա։ Այդ կա ուժեղանալ։ Ուժեղանալը միայն ճշմարտության հետ առերեսվելու, լսի, եթե դու ասես Աստված ոչ անի, քաղցկեղ ունես։ Ու իմացել ես, որ ունես։ Համի որ դու ասես, չէ, ես կտամ կաղոթեմ կանցնի, լավ կսնվեմ կանցնի, թքացվալը պետք է, հետո չի անցնելու ախր։ Պետք է առերեսվես դրա հետ ու աշխատես դու զգաս, թե մի կամ կստացվի կամ չի, էտել է։ Հիմա ես չգիտեմ կստացվի թե ոչ։ Կարող է մեր հարևանները մեզ ուտենի վերջո, հնարավոր է։ Որովհետև իրանք ուզում են դա անեն։ Բայց դու առերեսվի, դու հասկացել ես, որ դու ես։ Ու դա արդեն լավ է։ Որովհետև դու ես կողմից եթե նայես, որ դա լավ է, որ դու հասկացել ես, որ կան եզեր, որ չեն հասկացել։ Հասկանում ես։ Կան էլ ես շեշ դուս են տալի, հիմար խոսում են։ Ամյոյց ունեմ 3 հատ բլից հարց։ Նավայ։ Ովքեր են Սերգեյ Դանելյանի ընկերները։ Իմ ընկերներն են։ Այդ ազնիվ, մազնիվ, լավ, բան, այդ սաղ ստից բաներ է։ Քեզ հարմար են իրանք։ Քո արժեքային համակարգը, քո արժեքները ընդունում են, ուրեմն քո ընկերներն են։ Արժեքների մասին չի կարելի խոսել, ինչ որ տենց որ։ Քո երամից են։ Այո, մաֆիա է։ Կոպիտ ասած, իմ մաֆիան է։ Կնոջ եւ տղամարդու միջև ամուսինների միջև պարտադիր է այդ ընկերությունը։ Անպայման։ Դուք էլ ունեք այս Ամյո բանկի Visa Platinum քարտը, ուրեմն հենց գնաք օթանավակայան, իսկ դուք հաճախ եք օթանավակայան։ Այո։ Ուրեմն ճամպրուկները անվճար փաթեթավորում են։ Այն գրանցման հերթերը, որ կանգնում են, չէ՞, չեք կանգնել, որտեղ այս քարտը կա։ Բարձրացեք բիզնես սրա, չէ՞։ Այստեղ։ Հա, ու մի շարք իդեպ միջազգային օթանավականներում այս քարտը անցնում է, քանի որ ինքը Visa Platinum է։ Ասենք բարձրացեք բիզնես սրա, ինչ եք սիրում խմել։ Լցրեցիք, հյուրասիրվեցիք, անվճար, չգիտեմ, դա սթորի դուք անում եք, թե չէ։ Այո, անում եմ։ Ահա, այդ սթորին կանեք ու կթռնեք։ Այդ օտար երկրում էլ քանի որ այս քարտը կա, կարեք 30% զեղչով մեքենա վարձեք։ Ու Աստված մի արես է փչացավ, չէ։ Գալիս են անվճար սարքում են։ Շատ լավ։ Լավ ընկեր օգնական է, չէ։ Տեսակ ագին օգուտ ստացանք ես։ Մենակ հայտարարակ չեղանք, էլ։ Շնորհակալություն Ամյո։ Յոշ, իսկ տանը ով է խնայում։ Կինը, հա, կինը։ Հա։ Ես դες արժանից ծախսող չեմ, բայց ես չեմ պատասխանատվություն վերցնել, վաղ փողոցը։ Հա։ Արաքչի ջան, ինչ ես արա։ Բայց որ միշտ լինի։ Նա պետք է միշտ լինի։ Իսկ անխիկով թե քարտով։ Նենցել։ Իսկ հաճույք ավելի շատ որ պահից եք զգում ծախսելուց, թե ստանալուց։ Այն SMS-ները ծախսելուց կայֆ է։ Հա, որովհետև հավայի չեմ ծախսում, էլի։ Ասենք, սիրում եմ ծախսել, որ տենց։ Հիմա մի հատ շատ լավ առաջարկ եմ անելու, ես լսում էի, որ թատրոնը, տուն թատրոն է, այսինքն Սարի թատրոնը, ահա։ Հիմա ես առաջարկում եմ, որ մենք ունենք Իտալ Սոլարը, որը տեղադրում է արևային կայաններ ու մարդիկ էլ հոսանքի համար ընդհանրապես չեն վճարում, հա։ Հիմա մեր Իտալ Սոլարը, իդեպ իրենք բիզնես առաջարկներ էլ ունեն, ես տենց հատուկ ուղարկեմ, բայց մինչև այդ ասում է, եթե դու ապարիկով ես, չէ՞ առնում այդ արևային կայանը, ասենք 5 կամ 6 կիլովատ հզորությամբ, 2 ամիս է այդ ապարիկի գումարը, Իտալ Սոլարը վճարում է քո փոխարեն, որը ամսական կազմում է մոտավորապես 35000 դրամ։ Լավ է, չէ՞։ Շատ է։ Հիմա Իտալ Սոլար 8128 ու թատրոն կառուցելուց հատկապես այդ գիտեմ, որտեվ ախր թատրոնը առանց լույսի չի լինում։ Այդ լույսն էլ շատ կարևոր է թատրոնում ու ինչքան շատ այնքան լավ։ Դրա համար Իտալ Սոլար 8128։ Կարող է հովանավորեք մեր Սերգեյ Դանելյանին։ Մարդը թատրոն է ստեղծում։ Можно на деньги вперед։ 8128 օգտվեք այս փայլուն առաջարկից։ Okay։ Կան ինչ-որ բաներ, որ կա ափսոսանք, որ չեմ արել։ Հա։ Ինչը։ Իհարկե։ Ես պիտի երաժշտական կրթություն ունենայի։
Այս հիմա ջազ երգելուց հետո ծնվեց այդ Չէ, ցանկությունը։ միշտ եմ ցանկացել, փոքր ժամանակ մամային ասում էի տարի երաժշտության, բայց քրոջս էր տանում, քուրսը ապաշտոր է ահավոր, երաժշտության մեջ, հա։ Դες չկարողացավ չուզեց բան եւ այլն, հետո մաման ասաց, չէ, մի անգամ արդեն տարել ենք, հիմա մեզ մեկը չեմ ուզում։ Ու չտարավ, բայց եթե ինձ տաներ, ես երաժիշտ կդառնայի։ Այսինքն կլինեի էլի դերասան, բայց երաժշտական կրթություն կունենայի, ես դա շատ կարևոր բան է։ Երեխեքս ոչ մի կապ չունեն երաժշտության հետ։ Հիմա օրինակ իմ աղջիկին ասում եմ, մամ, ես քեզ այդքան խնդրում եմ ինձ տաներ բալետի, բայց ես ուրիշ բաների էի տանում, այդ բալետին էլ ժամանակս չհերիքեց։ Հիմա մեկ-մեկ խիղճը ստանջում է։ Հետո ուզես թավ ջութեք, հիմա ուզում եմ ուդարնիկեն նվագի, բայց ինձ տենց պատրելով տանում եմ, ասում կարող է հետո այս երեխես ասի մամաս չտարավ։ Հիմա դիտանես, հա։ տղաների ցանկությունը օրենք, հա, այսինքն իրանք ինչ որ ուզում են անեն, պապան անում է իրանց համար։ Ինչքան կարում անում է էլի պապանից, ինչ իմանամ։ Ինչ կարում եմ, ինչ որ ֆիզիկապես հասցնում եմ անում եմ։ Մի անգամ մենք հերոսուհի ունենք, Էմմա Առաքելյան, Նյու Յորքում է ապրում, միջայլոց այն ձեր հանդիսատեսից է հաստատ լինելու, ինքը ներդնող հրեշտակա մեծ պրոյեկտներ անում 6 զրով աշխատավարձ ուներ, որոշեց ու արեց, էլի ասենց լուրջ կին է։ Ես հիանում եմ իրանով։ Ինքը ասաց, գիտես հարաբերությունների մեջ, որովհետև ինքը միշտ լիդեր առաջ է մղվում, ու իր ամուսինը միշտ իր մեջքի հետևում կանգնած, իրան միշտ առաջա հրում, ու ինքը տենց իր կարիերան չի անում, Էմման է իրանց կարիերիստ, այսպես ասեմ, բայց ես որ ասեցի, բա ո՞նց եք համատեղում, այդքան տարի երջանիկ ամուսիններ եք, ինքը ասեց, գիտես, ես երբեք չեմ մոռանում ամուսնուս երազանքների մասին։ Ու ինքը ասեց, դու եք քո ամուսնուն վերջի անգամ հարցրել ես ինքը ինչ է երազում։ Ես հասկացա, որ չէ, ունենց ված գաց ինձ, որտեվ սկզբում էր, որ մենք խոսում ենք մեր երազանքների մասին։ Հիմա ուզում եի իմանալ կնոջ հետ խոսում եք ձեր երազանքների մասին։ Ունեք, իսկ գիտեք հիմա ինքը ինչ է երազում։ Հա։ Իմ անսահման սիրելի Սերգեյ Դանելյան ջան, ֆրունզիկ ենք խմում։ Այո։ Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի ֆրունզիկ մեր ֆանտաստիկ արտիստի պատվին ստեղծված էս գին։ Կուզեք որ մի օր էլ օրինակ ձեր անունով գինի ստեղծվի, չէ՞։ Դե ուրեմն ֆրունզիկը վայել ենք։ Այո։ Լավն է, չէ՞։ Այո։ Ստաբիլություն թե ազատություն։ Բլիցա։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Մտքով։ Վերջին անգամ երբ եք լաց եղել։ Չեմ հիշում։ Վերջին անգամ ում եք ասել ես քեզ շատ եմ սիրում։ Դրանց Իսկ ումից եք ներողություն խնդրել։ Ես շատ հեշտ եմ խնդրում ներողություն բոլորից։ Մարդկային մեծագույն արժեքը։ Կյանքը։ Ինչից եք վախենում։ Բարդությունը։ Ինչ եք կարծում, երբեմն սուտը փրկում է։ Իհարկե։ Ու ասում որ հանդիպեք ինչ կասեք։ Չեմ հանդիպի։ Շնորհակալ եմ այս անկեղծության համար, այս զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, լավ էր։ Ուզում եմ որ միասին գոռանք, իմ ամենասիրած անտիստրեսն է։ Գոռանք։ Հա, տանիքից։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր կետեյեմը։ Ամիո բանկը։ Մուսա Production։ Սրտի տանիքներով։